Եվ սրա 1 գծամետր արժի 38,000 դրամ։ Երևանի քաղաքապետարանը սրա համար այդքան գումար է վճարել։ Շուկայական արժեքը այս քարի կտորը արժի մոտ 1 գծամետրը 2-3,000 դրամ տեղադրումով։ Այսինքն սա ակնհայտ թալան է։ Հենց նկարահանման պահին հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ցույց տվեց, թե ինչ է նշանակում անորակ աշխատանքը, շուկայականից չափազանց թանկ գնով հաշված նյութերը եւ բյուջետային միջոցների մսխումը։ Փակ շուկայի գետնանցումում տեղի է ունեցել համակարգային կոռուպցիա։ Օրինակ, հատակի ծավալը կազմում է 100 քառակուսի, իրանք դուրս են գրել 200 քառակուսի գումար։ Այս գետնանցումը վերանորոգվել է 2 անգամ։ Վերջինը հաջորդել էր հորդալատ անձրևներին, որոնցից հետո անցումը վերածվել էր ջրավազանի։ Դա էլ ցույց էր տվել, որ սխալ է եղել վերանորոգման նախագիծը կամ բուն վերանորոգումը, կամ էլ երկուսը միասին։ 2 անգամ մոտ 77 միլիոն դրամ է արդեն իսկ վճարել։ Առաջի փուլով մոտ 50 միլիոն էր վճարել, որից հետո որ արդեն քանդվում էր ջուրը լցվում էր, մոտ 21 միլիոն դրամ էլ ոնց որ էլի տենց վճարեց։ Ինչի մասին են Արթուրի տեսանյութերը։ Սովորաբար դրանցում ապացույցներով ֆիքսվում է, որ հաճախ քաղաքի բարեկարգման process-ում ծախսված շինանյութերի քանակի մասով հավելագրումներ են արվել։ Այսինքն հողի վրա կա մի բան, իսկ փաստաթղթերում նշված է դրանից կրկնակի ավելին, կամ փաստաթղթերում նշված է ինչ-որ բան, որը գետնի վրա ընդհանրապես չկա։ Խամկաբետոնից պատի իրականացում B15-10-ի բետոնի 436,000 դրամ։ Ժողովուրդ։ Ստե պատ չկա, բետոն չկա, որ իրանք 10 կուբ բետոն են թափել։ 3 порции шашлыка. Выбросила в пропасть. Пропасть. Теперь вино. Разбила. 2 бутылки. 3. Пиши 3. Եվս մեկ տարբերակ, երբ կատարված աշխատանքները չափազանց անորակ են եւ թանկ։ Օրինակ Ռոսիա տոնավաճառի դիմացի այս պուրակը, որի վրա պետությունը ծախսել է $900,000 եւ որի սալահատակն արդեն քանդվում է։ Ես դիմել եմ Երևանի քաղաքապետարան գրավոր, նույն այդ Ռոսիայի դիմացի այգու մասով, որ 1 տարին դեռ չի լրացել, այդ այգին գտնվում է երաշիկի մեջ, շինարարը պարտավոր է պայմանագրի շրջանակներում այգին շտկի թերությունները, բայց միջորս ինձ չեն պատասխանել եւ շինարարին շտկել չեն տվել, ինչը որ խոսում է հովանավորչության մասին եւ ատկատների։ Ինչու ենք կենտրոնացել համայնքային եւ պետական մակարդակում կապիտալ այս աշխատանքների վրա։ Առաջին հայացքից այս ամենը կարող է թվալ աննշան մի բան։ Միտեղ սալահատակի հավելագրում, մյուս տեղում բետոնի եւ այլն։ Կասեք, մի մեծ բան չէ, սակայն մայրաքաղաքում եթե տարվա կտրվածքով իմի բերվեն բոլոր կատարված աշխատանքները եւ մոտավոր հաշվարկվեն կասկածելի ծախսերը, հնարավոր է ստացվեն միլիոնավոր դոլարներ։ Մեկը դա կանվանի վատնում, մեկը փոշիացում, սակայն կա ավելի ընդգրկուն անվանում՝ կոռուպցիա։ Անում են այնպես, որ մրցույթներում հաղթում են ընկերություններ, որ հետո պարզվում է, որ ուղղակիորեն կապված են, փոխկապակցված են այդ պատվիրատու մարմնի կամ ղեկավարի, կամ նրա տեղակալների, կամ որևէ բարձրաստիճան նախարարության կամ համայնքի պաշտոնյայի հետ։ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր միլիոն դոլարների կապիտալ ծախսեր են արվում՝ ասֆալտ, դպրոց, եզրաքար, ջրագիծ եւ այլն։ Կապալառու կազմակերպությունները, որոնք միշտ պետական պատվերների թոփերում են, մեկ էլ պարզվում է, որ այս կամ այն կերպ կապ ունեն բարձրաստիճան որևէ պաշտոնյայի հետ։ Տեղին կարող են լինել կասկածները, որ բյուջետային փողերը պատահաբար չեն հայտնվում հենց նրանց գրպաններում։ Դա կոչվում է մսխում, բյուջեի մսխում, որը կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակներից է։ Պլյուս, եթե մսխում են բյուջեն, այսինքն 10 անգամ ավելի գումար, օդկատնել կլինի, այնպես որ եւ դա եւ փոխկապակցվածություն այդ ամենը օգտագործվում է, որպեսզի մարդիկ հաջողակ բիզնեսմեն դառնան։
Չգիտեմ, պատահական է, որ օրինակ 2018-ի մարտի վերջին ստեղծված ընկերությունը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի եղբայրը, չափազանց մեծ հաջողություններ է գրանցել ասֆալտապատման ոլորտում։ Բանալի բառը մրցույթ եւ հաղթել բառերն են։ Ու դրանով ամեն ինչ ասված է, այսինքն այնինչ տեղի ունենում մրցութային ընթացակարգով, եթե տիրապետում են կոռուպցիոն սխեմաների մեխանիզմների, իսեր Աստծո թող բարձրաձայնեն։ Մյուս կողմից դաշտում շարունակում են գործել եւ իրենց շատ լավ զգալ նաեւ այսպես ասած նախկինների կապալառու ընկերությունները։ Մարդիկ ում ամեն առիթով հայհոյում են իշխանությունները տարբեր ամբիոններից։ Ով գալիս է իշխանությամբ, սկսում է կապիտալ կուտակել։ Շատ դեպքերում մենք տեսնում ենք նաև սիմբիոզը նախկինների, այդ գելերի, այսպես ասած, եւ նոր երիտասարդ գայլերի փորձի փոխանակում, ես դա ավելի շուտ կանվանեի փորձանքի փոխանակում։ Բյուջետային կապիտալ ծախսերի առույցի բաժինն ամեն տարի վստահաբար ասֆալտինն է։ Ճանապարհների նորոգման process-ին կարող եք ականատես լինել կլոր տարի։ Ճիշտ է, հաճախ կարող եք ֆիքսել, որ միևնույն ճանապարհը նորոգվում է գրեթե ամեն տարի։ Պիտումը չեն օգտագործում, այսինքն հողի վրա են փռում, խիճը համապատասխան ծավալների չեն տալի, այսինքն խտությունը չեն տալի, ասֆալտի հաստությունը 5 սանտիմետրի չի համապատասխանում, ինչի արդյունքում նոր արած ասֆալտը, որը ժամանակ հետո խալուպես քանդվում է, ինչը մենք բոլորս ականատես ենք լինում, բայց փաստաթղթերով սա իդեալական է, ամեն ինչի համար գումարը դուրս են գրում եւ վճարում են։ Ասված խոսքերի ապացույցները մեկ մանկապարտեզի օրինակով Արթուրը ներկայացրել էր ամիսներ առաջ, որի հետևանքով էլ ծեծի ենթարկվեց Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի գրասենյակում։ Նախորոք ասֆալտապատման աշխատանքների ընթացքը նկարել է, որ առանց բիտում ոնց են ասֆալտ անում։ Պաշտոնյաներին տեղեկացրել է, որ այստեղ առանց բիտում ասֆալտ են անում, բայց Երևանի քաղաքապետարանը պատշաճ չտվեց, շինարարին վճարեց։ Լավ, կա համակարգային կոռուպցիա, որի ապացույցները պարբերաբար ֆիքսվում են տարբեր ոլորտներում։ Պետք է չէ երևա դրա արդյունքը, այսինքն այդ գումարները պետք է ինչ-որտեղ ֆիքսվեն։ Մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է այս կամ այն չինովնիկը ձեռք բերել նոր թանկարժեք գույք։ Օրինակ տարիներ առաջ նախարար Արարատ Միրզոյանն էր սկսել թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մարդ, որը մինչ այդ բողոքում էր, որ ապարիկով հազիվ է հեռուստացույց գնել։ Նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մայրն էր ձեռք բերել մի քանի $100,000 առանձնատուն։ Մեր կառույցը ուսումնասիրում է ամեն ինչ, անկախ դեմքերից, զբաղեցրած պաշտոններից եւ այդ պաշտոնները զբաղեցնում են։ Մի հատ իշխանական գործի անազգան տվեք Պարխաչյանը։ Մեկ, գոնե մեկ, մի հատ։ Օրինակ Արգիշտի Քյարենյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն արել եք, ոնց է նրա քեռին 32 միլիոն փոխանցել իրեն կամ կինը 28 միլիոն օժիտա ունեցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է նախկին եւ ներկա չինովնիկների ունեցվածքի ուսումնասիրությամբ, սակայն նրանց շարքերում կարծես իմ քայլականներ չկան։ Արփի Դաբոյանը բնակարան է գնել 2021 թվականին պաշտոնական թուղթը մենք ազգային ժողովից ենք ստացել։ Բայց ինքը բան է պետությունից գումար է ստանում, որ վարձով է ապրում։ Մենք դիմել ենք ազգային ժողով եւ նրա անուն ազգանունը կա։ Հիմա սա արդյոք կոռուպցիա չէ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում եմ ձեր դիմի հիման վրա կուսումնասիրի։ Գուցե սա է պատճառը, որ կոռուպցիայի հակազդման եւ ընկալման միջազգային սանդղակներում Հայաստանն աստիճանական անկում է գրանցում։ Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է, բայց ես կարծում եմ, որ այդտեղ ունի նաև դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի կողմից, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ այդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա։ Եթե ճիշտ չէ, ուրեմն պետքա քաղաքացիական հայցի կարգով գնալ եւ հետեւական լինել։ Ահա, փաստորեն մեղավորը լրագրողներն են։ Օրինակ ժամանակին նույն այդ լրագրողները հրապարակել էին տեղեկատվություն, ըստ որի Սուրեն Պապիկյանը մեծ բնակարան է ձեռք բերել քաղաքի լավագույն թաղամասերից մեկում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել։ Դա 165 քառակուսի մետր է, այսօր $412,000 է, իսկ գործարքի ժամանակ 6 ամիս առաջ այն արժեցել է $168,000։ Կառուցապատող ընկերությունը այստեղ հայտնի հանրապետական նախկին
Աշոտ Արսենյանի ջերմ գրուպն է։ Ես ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, $300,000 գնեք այդ տունը եւ $400,000 վաճառեք, ինչպես դուք պնդում եք, եւ երբ որ $400,000 վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք։ Ընդ որում դրա արդյունքում $100,000 մաքուր շահույթ կունենաք։ Գուցե լրագրողին խորհուրդներ տալու փոխարեն վարչապետը հրահանգեր ուսումնասիրել չինովնիկների գործարքները։ Ձեր կարծիքով ես պետք է իրավապահ համակարգին առաջարկեմ, որ իրանք ինչ-որ բան ուսումնասիրեն, դա իրանց գործն է։ Իրանց գործն է։ Ես գիտեմ, որ չկա տենց հրապարակում, որը չի ուսումնասիրվում։ Իրականում այսօր չինովնիկներն ունեն սեփական գնումները թաքցնելու շատ պարզ միջոց։ Գույքը հնարավոր է գրանցել հարազատի անունով, որը չի բնակվում իր հետ։ Տվյալ անձի հետ բնակվող անձը պետք է ներկայացնի այդ հայտարարագիր, բայց բնականաբար կարող է լինել ընտանիքի անդամ, sense հա, կենցաղային ընկալմամբ, որը համատեղ չի բնակվում։ Թվում է փոքր օրենսդրական խնդիր է, ընդհանրապես պետք է ամրագրել, որ պաշտոնյայի հետ չբնակվող հարազատն է պարտավոր ներկայացնել հայտարարագիր։ Պետական մարմինների ձեռքում է այդ օրենսդրական փոփոխությունների գործիքակազմը։ Եվ իրանք եթե դու տեսնում ես մարդիկ էլ քաղաքասարակությունը, չգիտեմ, փաստաբանները ահազանգում են, ասում են սենց խնդիր կա եւ այլն, ինչն է ձեզ խանգարում, ով պետք է մշակի այդ օրենսդրական նախագծերը եւ դնի դա շրջանառության մեջ եւ այդ օրենսդրական բացերը լրացնի։ Բարձր ամբիոններից հնարավոր է այս ամենին պատասխանեն, որ դատարաններում եւ քննչական մարմինների վարույթներում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված կոռուպցիոն դրվագներով։ Ճիշտ է, բայց մինչև հիմա նման գործերով չի ենթարկվել պատասխանատվության իմ քայլական ոչ մի շնաձուկ։ Բացի սա, մյուս գործերի գերակշիռ հատվածն էլ կամ փլուզվում է դատարանում, կամ տարիներով քնում է իրավապահների պահարաններում։ Արմեն Աթալյան, Օրագիր Նյուզ։